Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք. Ելոստոնի ճանապարհին մահաբեր ավտովթար միկրոավտոբուսի և պիկապի բախման հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 8 մարդ։ Դեմոկրատները պատրաստում են Թրամփի համար իմպիչմենտի հոդվածներ, նախագահը հարձակվում է, անվանելով նրանց խելագարներ։ 450,000 միգրանտ անչափահաս ստուգումների թիրախում Թրամփի վարչակազմը սկսել է լայնածավալ ստուգումներ, ներառյալ տուն առ տուն այցելություններ։ Հանրապետականները չեղարկում են Կալիֆոռնիայում 2035-ից բենզինով մեքենաների վաճառքի արգելքը, Նյուսոմի արձագանքը կտրուկ է։ Թրամփը ցանկանում է վերանվանել վետերանների օրը, ինչը առաջարկում նախագահը կոչել նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը։ Թրամփը սպառնում է Հարվարդին հարկային արտոնություններից զրկելով, Հարվարդը արձագանքում է հայտարարելով, որ նման քայլը ապօրինի է։ Հունիսի 14-ին Թրամփի ծննդյան օրը ռազմական շքերթ, ավելի քան 6600 զինվորական, տասնյակ ռազմական տեխնիկա և նվագախմբեր։ USS Harry Truman-ը կրկին երկարաձգում է Մերձավոր Արևելքում առաքելությունը, նպատակը շարունակել հարվածները Հութի ապստամբների դեմ։ Կանադայի վարչապետ Մարկ Քըրնին այցելում է Թրամփին, Քըրնին ազդարարում է նոր արտաքին քաղաքականություն, նշելով, որ ԱՄՆ-ի հետ նախկին կապերն ավարտված են։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Ելոստոնի ազգային պարկից մոտ 26 կիլոմետր արևմուտք։ Պիկապի և զբոսաշրջիկներով լի միկրոավտոբուսի բախման հետևանքով 7 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել։ Մահաբեր ավտովթարը տեղի է ունեցել Հենրի լճի պետական պարկի մոտ արևելյան Այդահոյում։ Վթարի հետևանքով զոհվել է Dodge Ram պիկապի վարորդը և Mercedes միկրոավտոբուսի 6 ուղևոր։ Միկրոավտոբուսում եղել է 14 հոգանոց զբոսաշրջիկների խումբ։ Մնացած ուղևորները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով։ Նախագահ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել այն դեմոկրատներին, որոնք կոնգրեսում հանդես են գալիս իր իմպիչմենտի նախաձեռնություններով, հայտարարելով, որ հանրապետականները պետք է սկսեն մտածել նրանց դուրս բերելու մասին։ Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միչիգանի դեմոկրատ կոնգրեսական Շրի Թանեդարը ներկայացրել է իր դեմ իմպիչմենտի բանաձև, մեղադրելով լայնածավալ իշխանությունների չարաշահման, սահմանադրության բացահայտ խախտումների և բռնապետական քայլերի մեջ, որոնք վտանգում են ամերիկյան ժողովրդավարությունը և իրավակարգը։ Տեխասից կոնգրեսական Ալ Գրինն էլ ավելի վաղ էր հայտարարել, որ նույնպես պատրաստվում է ներկայացնել իմպիչմենտի հոդվածներ Թրամփի դեմ։ Դեմոկրատները լիովին դուրս են եկել վերահսկողությունից, արդեն 2 անհայտ քիչ հարգված կոնգրեսականներ, ամբողջովին խելագարներ, փորձում են հերթական անգամ իմպիչմենտի ենթարկել Դոնալդ Ջոն Թրամփին, առանց հասկանալու նույնիսկ, թե ինչի համար։ Այսպես է գրել Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։ Թանեդարի և Գրինի քայլերը դժվար թե արդյունք տան հանրապետականների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատում։ Բանաձևը որոշակի լարում է առաջացրել նաև դեմոկրատների ներսում։ Պարզվել է, որ այն չի համաձայնեցվել խմբակցության ղեկավարության հետ։ Թրամփին 2 անգամ արդեն իմպիչմենտի ենթարկել էին։ Առաջին անգամ 2019 թվականին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Ջո Բայդենի դեմ քննություն սկսելու դիմաց ճնշումներ գործադրելու մեղադրանքով, իսկ երկրորդ անգամ 2021-ին Կապիտոլիումի վրա հունվարի 6-ի հարձակումներն ուղղորդելու մեղադրանքով։ Սակայն 2 դեպքում էլ Սենատը նրան արդարացրել էր։ Նախագահ Թրամփի վարչակազմը երկրի ողջ տարածքում մեկնարկել է լայնածավալ ստուգումներ կապված շուրջ 450,000 միգրանտ անչափահասների հետ, որոնք առանց ծնողների են հատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նպատակն է գտնել այդ երեխաներին և համոզվել, որ նրանք անվտանգ պայմաններում են։ Սակայն միգրանտների իրավունքների պաշտպանները կասկածում են Թրամփի վարչակազմի գործողություններին, մասնավորապես այն փաստին, որ ներքին անվտանգության և հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները անձամբ են այցելում երեխաներին։ Շատերը մտավախություն ունեն, որ այս ստուգումները կարող են վերածվել արտաքսման միջոցառումների, ուղղված ինչպես երեխաների, այնպես էլ նրանց հովանավորների դեմ։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ բազմաթիվ մեծահասակ հովանավորներ պատշաճ չեն ստուգվել, ինչի հետևանքով երեխաները կարող են դառնալ շահագործման զոհ։ Նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ իր գերատեսչությունը փորձում է հայտնաբերել հենց այդ երեխաներին։ Նրանցից մոտ 100-ը վերջին 2 ամսում դուրս են բերվել հովանավորների տներից և նորից հանձնվել դաշնային իշխանություններին, հիմնականում մասնավոր ապաստարաններում պահվելու համար։
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որն այժմ վերահսկվում է հանրապետականների կողմից, քվեարկել է արգելափակելու Կալիֆոռնիայի առաջինը երկրում գործող կանոնակարգի կիրառումը, որը նախատեսում է 2035 թվականից աստիճանաբար դադարեցնել բենզինով աշխատող նոր մեքենաների վաճառքը։ Նահանգապետ Գևին Նյուսոմը դեռևս 2020-ին էր հայտարարել, որ նահանգում արգելվելու է բենզինով աշխատող նոր մեքենաների վաճառքը 2035 թվականից սկսած։ Միևնույն ժամանակ թույլատրվելու է հայբրիդ և օգտագործված բենզինով մեքենաների վաճառքը։ Նյուսոմը հայտարարել է, որ սա հերթական օրինակն է, թե ինչպես են հանրապետականները հեռանում իրենց պատմական բնապահպանական ուղեցրից, որի ժամանակ նախկին նախագահներ Ռիչարդ Նիքսոնն ու Ռոնալդ Ռեյգանը ստորագրում էին շրջակա միջավայրի պահպանության խոշոր օրենքներ, մինչդեռ Թրամփն այսօր հետ է մղում մաքուր ջրի, օդի և կլիմայի պաշտպանության քաղաքականությունը։ Դեռևս անհայտ է, ինչ որոշում կկայացնի Սենատը։ Սենատոր Ադամ Շիֆն ասել է. «Մենք պայքարելու ենք Կալիֆոռնիայի ինքնավարությունը խախտելու այս փորձի դեմ»։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վետերանների օրը վերանվանել առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի օր, իսկ մայիսի 8-ը պաշտոնապես ճանաչել որպես երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։ Վետերանների օրը, որը ներկայումս նշվում է նոյեմբերի 11-ին, հիշատակում է առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործողությունների ավարտը և շնորհակալություն է հայտնում ամերիկացի վետերաններին իրենց ծառայության համար։ Սկզբում այն կոչվում էր զինադադարի օր, մինչև 1954 թվականը։ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի շեշտադրեն իրենց հաղթանակների հիշատակումը։ Մայիսի 8-ը, որը հայտնի է որպես հաղթանակի օր Եվրոպայում, նշվում է նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան դաշնակից ուժերին 1945 թվականին։ Թեև այդ օրը նշվում է մի շարք եվրոպական երկրներում, այն Միացյալ Նահանգներում դաշնային տոն չէ։ Այս տոները վերանվանելու համար պահանջվում է Կոնգրեսի կողմից օրենսդրական որոշում, քանի որ դաշնային տոները սահմանվում են օրենսդրական գործընթացով։ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ հայտարարել է, որ մտադիր է զրկել Հարվարդի համալսարանին հարկային արտոնյալ կարգավիճակից։ Թեև Թրամփը չի նշել, թե երբ է նախատեսում իրականացնել այդ քայլը, այն կարող է վերածվել հերթական իրավական պայքարի։ Հարվարդը պատասխանել է հայտարարելով, որ այդ քայլը կլինի ապօրինի և աննախադեպ։ Համալսարանը նշել է. «Չկա իրավական որևէ հիմք Հարվարդի հարկային արտոնյալ կարգավիճակը չեղարկելու համար։ Այս գործիքի ապօրինի օգտագործումն ավելի լայնորեն լուրջ հետևանքներ կունենա Միացյալ Նահանգների բարձրագույն կրթության ապագայի համար»։ Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմը խստացրել է պայքարը Հարվարդի դեմ, ուսումնասիրելով համալսարանի գրեթե $9 միլիարդ չափով ստացած դաշնային ֆինանսավորումը։ Հարվարդը հակադարձել է դատի տալով վարչակազմին և միանալով ավելի քան 200 համալսարանների և քոլեջների ռեկտորների Թրամփի կրթական քաղաքականության դեմ բողոքին։ Հարկային արտոնյալ կարգավիճակը դա արտոնություն է, իրականում շատ մեծ արտոնություն, և այն չարաշահվել է ոչ միայն Հարվարդի կողմից, հայտարարել է Թրամփը։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր այս տարվա հունվարից Թրամփը թիրախավորել է մի շարք խոշոր համալսարաններ, մեղադրելով նրանց հակասեմական, հակաամերիկյան, մարքսիստական և ռադիկալ ձախ գաղափարախոսությամբ տարված լինելու մեջ։ Դաշնային օրենքի համաձայն նախագահը չի կարող պահանջել, որ ներքին եկամուտների ծառայությունը, նույն ինքը IRS-ը, որը որոշում է հարկային արտոնյալ կարգավիճակի տրամադրումը, հետաքննի որևէ կազմակերպություն։ Միացյալ Նահանգների բանակը պատրաստվում է նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվան հունիսի 14-ին և պատրաստվում է անցկացնել ռազմական շքերթ, որին կարող է մասնակցել ավելի քան 6600 զինծառայող, 150-ից ավելի զինտեխնիկա, 50 ուղղաթիռ, 7 նվագախումբ և հնարավոր է հազարավոր քաղաքացիական անձինք։ Թեև ֆինանսական գնահատականներ չեն նշվում, նման մասշտաբի միջոցառման կազմակերպումը կարող է արժանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ, ներառյալ տեխնիկայի տեղափոխումը, անձնակազմի սնունդը և կացարանը։ Նման շքերթ կազմակերպելու Թրամփի առաջին փորձը դադարեցվել էր բարձր ծախսերի պատճառով։ Թրամփը առաջին անգամ շքերթի գաղափարը առաջ է քաշել 2017-ին Ֆրանսիայում Բաստիլի օրվա շքերթին մասնակցելուց հետո, սակայն 2018-ին միջոցառումը չեղարկվել է $92 միլիոն հասնող ծախսերի և լոգիստիկ բարդությունների պատճառով։ Այդ թվում քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ տանկերը կվնասեն ճանապարհները։ Նման միջոցառումները հազվադեպ են Միացյալ Նահանգներում, բացի նախագահի երդմնակալություններից։ Վերջին անգամ նման շքերթ անցկացվել է գրեթե 34 տարի առաջ։ Նախագահ Ջոն Քենեդին, օրինակ, նման մեծ շքերթ անցկացրել է 1961 թվականին։ 1991 թվականին անցկացված վերջին ռազմական շքերթը արժեցել ավելի քան $8 միլիոն, ինչը մեր օրերում համարժեք է շատ ավելի մեծ գումարի։ Ռազմական շքերթի գաղափարը ևս մեկ օրինակ է այն խորացող քաղաքական պառակտման, որը տիրում է Միացյալ Նահանգներում։ Միլիոնավոր մարդիկ դա տեսնում են որպես հայրենասիրության
պարզ դրսևորում, իսկ մյուսները որպես Թրամփի հեղինակատենչ հակումների հերթական մտահոգիչ նշան։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը երկրորդ անգամ է հրահանգել Միացյալ Նահանգների ավիակիր USS Հարի Թրումանին շարունակել գտնվել Մերձավոր Արևելքում, ապահովելու երկու ավիակիրային հարվածային խմբի ներկայությունը տարածաշրջանում պայքարելու Եմենում տեղակայված Հութի ապստամբների դեմ։ Մարտի վերջին Հեքսեթը մեկ ամսով երկարաձգել էր Թրումանի և դրա ուղեկցող ռազմանավերի տեղակայումը Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ հարվածների ակտիվացման նպատակով։ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Էրիկ Կուրիլան է առաջարկել նորից երկարաձգել Թրումանի մնալը։ Միևնույն ժամանակ Սան Դիեգոյից ժամանած USS Carl Vinson ավիակիրն ու նրա խումբն արդեն գործում են Ադենի ծոցում, իսկ Թրումանը երկու կործանիչի և մեկ հածանավի ուղեկցությամբ տեղակայված է Կարմիր ծովում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնեին հայտարարել է, որ երեքշաբթի կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը։ Քարնեին նաև հայտնել է, որ մայիսի 27-ին Կանադայի խորհրդարանում ելույթ կունենա թագավոր Չարլզ III-ը, ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները։ Կանադան, որպես բրիտանական համագործակցության անդամ, պահպանել է իր կապերը Մեծ Բրիտանիայի թագավորական տոհմի հետ։ Թագուհի Եղիսաբեթ II-ը նման ելույթներ ունեցել է 1957-ին և 77 թվականներին։ Քարնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ նախկին հարաբերությունները, որոնք հիմնված էին խորացող ինտեգրման վրա, ավարտված են։ Երեքշաբթի Թրամփի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ շաբաթ արդեն Վաշինգտոնում հանդիպելու համար։ Իմ կառավարությունը պայքարելու է Կանադայի համար լավագույն պայմանագիրը ձեռք բերելու համար, ասել է նա։ Թրամփը նախկին վարչապետ Թրյուդոյին ծաղրում էր, անվանելով նրան նահանգապետ Թրյուդո, սակայն Քարնիի նկատմամբ նման պահվածք դեռևս չի ցուցաբերել։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։